Որոշեցի այս անգամ նախկին իմ ավանդույթը շարունակել եւ գրքեր բերել Նիկոլ Փաշինյանի համար։ Վերջերս տեսա, որ մի քանի ամիս արտգործնախարարությունը փորձում է այդ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը կատարի, Արցախյան բանակցությունների թղթերը հավաքի, ասում է դեռ չեն կարող։ Մեր Արթուր Խաչատրյանը երկարատև աշխատանքի արդյունքում հրատարակել է երկհատորյակ Արցախյան բանակցություններ, բոլոր փաստաթղթերը, գրություններ, հայտարարություններ, բացի 2019 թվականի Մինսկի խմբի կողմից Նիկոլ Փաշինյանին ուղղված փաստաթղթի։ Մտածում եմ, շատերն ասում են մի տուր, գիրք ափսոս է, մտածում եմ արժե արդյոք տալ Նիկոլ Փաշինյանին, հետո հասկանում եմ, որ այսքան տարի հետո Նիկոլ Փաշինյանը, որ Արցախյան բանակցությունների բովանդակությունը, իմաստը, խնդիրը ոչ միայն չի հասկացել, այլ չի ուրացել, դրա համար ձեռնպահ եմ մնում։ Շատ կարող եմ տալ 20-ականներին բոլշևիկների չեկայի նախաձեռնած ազատ եկեղեցական, եկեղեցին պառակտող շարժման մասին գիտական մի ուսումնասիրություն։ Բայց հարցս հետևյալն է. քիչ առաջ խոսվեց կուսակցությունների ժողովրդավարացման մասին։ Մինչև հիմա բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը կառավարություն է, բայց որ Նիկոլ Փաշինյանը պետությունն է, դա նորություն է։ Որտեղ այստեղ ինչ որ գաղափարներ եք բերում, Հայաստանում գործում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, որը կանոնակարգում է կուսակցությունների գործունեությունը, որը ընդունվել է իմիջիայլոց ձեր իշխանության ժամանակ եւ բավականին խիստ օրենք է։ Հիմա հարց ու պատասխանի ժամանակ կարծես ԿՊՍՍ-ի վերադարձած լինենք։ Կառավարության այդ հարց ու պատասխանը վերածում ենք կուսակցական ժողովրդավարության։ Ժողովրդավարություն։ Նայեք, իմ համար որպես դաշնակցական աննորմալություն է 1.5 ժամում համագումար ավարտել։ Շեֆը ելույթ անում, բոլորը քվեարկում են։ Լավ, մեկը չկար, որ ասել զինանշանի ԿՊ-ի վրայի Արարատը հանելու դեմ է, չէ, միաձայն է։ Բայց մի հարց Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական պայմանագիրը, նվիրատուների այդ ցանկերը ո՞նց է հրապարակվում, որ դուք հոխորտում եք, այ դուք ժողովրդավարական եք, թափանցիկ եք, իսկ մյուս կուսակցությունները չգիտեք որտից են ֆինանսավորվում։ Շատ լավ հարց էր, ես էլ հաճույքով կպատասխանեի, բայց հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ բանը շնորհակալ եմ հարցի համար, պարոն։ Այդ լավ դրուկ է, որ մեկ էլ բերում են բան, ասում են սենց, ես ամեն ինչը ես կարդացի այս գրքերի մեջ ու հետը բերում են, ասենք 2 ճամպրուկ գիրք, ասում են ով չի հավատում, գնացեք այս գրքերի մեջ կարդացեք, բարձա, ոչ իրանք են կարդացել, ոչ էլ ուրիշ որևէ մեկն է կարդալու։ Հիմա, այսինքն հիմա էլ նոր բան են գտել, այդ նույն փոცხի վրա կանգնելու այդ սովորությունը ինձ հիացնում է ընդհանրապես։ Հիմա էլ նոր բան են գտել, այսինքն թարմացրել են 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը։ Հիմա հետ գնանք, մի անգամ այդ փոცხի վրա կանգնեցին բանը, հուշագրերը չեն հրապարակում, հուշագրերը։ Այդ փոცხով մի հատ կանգնեցին, լավ փոცხի վրա։ Դրանից առաջ խաղաղության համաձայնագիրը, չեն գնում էին, նայում էին, դուրս էին գալիս, ասենց քրտնաթոր ինտերվյուներ էին տալիս բան, որ այսինքն բան զարթնիր լաո, խաղաղության համաձայնագրի մեջ սարսափելի եւ այլն, խաղաղության համաձայնագիրը հիմա հրապարակված է։ Հիմա ձեզ թվում է թե այդ 2019 թվականի այդ ձեր գովական առաջարկությունը չի հրապարակվելու։ Ձգում ենք, հանգիստ տեղավորվեք այդ փոცხի վրա, հանգիստ նորմալ տեղավորվեք այդ փոცხի վրա, որովհետև այդ փոცხը նույն տեղը բան անելու, վայրեջք է կատարելու, ճշգրիտ նույն տեղը։ Եվ ինչ վերաբերվում է կուսակցությունների մասին օրենքին, որ ասում եք մենք ենք ընդունել, եթե այդ կուսակցությունների մասին օրենքը ձեզ հնարավորություն է տալիս գնալ փակվել որևէ տեղ, փակվել բառից բուն իմաստով եւ կուսակցական ժողով անել, ուրեմն դա վատ, այսինքն վատ սողանցքներ է թողել։ Ինչ է նշանակում կուսակցությունը գնա փակվի, կոնսպիրատիվ համաժողով, այդ կուսակցությունն է թե բան, ինչ-որ խմբակ, կոնսպիրատիվ, չեմ ուզում ասեմ, ահաբեկչական։ Պետք է փոխել այդ օրենքը, պետք է արգելել դա։ Ինչ է նշանակում գնալ, փակվել Ծաղկաձորում բան կամ որևէ տեղ
չգիտեմ, մայրաքաղաքից հեռու, որ հանկարծ ոչ մեկ չիմանա եւ այլն, վերջում էլ գալ երկու տող հաղորդագրություն անել, թե այս ընտրվելա, ստեղ էս ո՞նց է ընտրվել, ո՞նց է, ով է ընտրել, ուրա քվեաթերթիկները, ուրա քվեարկությունը։